Ծանր լռություն է արաբական ծովում, Իրանի ու տարածաշրջանի համար վճռորոշ բանակցություններից առաջ։ Կարող ենք ենթադրել, որ առնվազն մինչև ուրբաթ որևէ գործողություն չի լինելու, մինչև այդ հանդիպումը տեղի ունենա։ Դրանից հետո արդեն կախված հանդիպան արդյունքներից հնարավոր կլինի հասկանալ, թե հետագայում ինչ է սպասվում։ Ուրբաթ Ստամբուլում կհանդիպեն Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն ու Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Երկու դիվանագետները Թուրքիա կմեկնեն հակադիր պահանջներով, կարծում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ Եթե Իրանից խոսում են, որ իրենք պետք է շարունակեն իրենց ուրանը հարստացնել, իհարկե ավելի քիչ ծավալներով եւ տոկոսով, բայց նահանգների պահանջն այն է, որ առհասարակ չլինի ուրանի հարստացումը։ Թուրքիայի միջնորդությամբ այս բանակցությունների օրակարգն էլ այնպես չէ, որ միանշանակ է։ Իրանցիներն ուզում են միայն միջուկային հարցից խոսել, ամերիկացիները ավելի մեծ ախորժակ ունեն։ Երբ Իրանը հայտարարում է, որ իրենք պատրաստ են քննարկել միջուկային հարցը, Միացյալ Նահանգները շատ ավելի լայն պահանջներ է ներկայացնում, ընդհանուր մինչև բալիստիկ հրթիռների հարցի քննարկում, Իրանի տարածաշրջանային գործունեության քննարկում։ Այս հակադրությունը լավատեսություն չի ներշնչում Ստամբուլյան բանակցություններից առաջ, նկատում է փորձագետը։ Անգամ միջուկային բանակցությունների վերսկսումը էլի երաշխիք չէ, որ իրավիճակը լիովին կհանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով, ինչու, որովհետև այս պահի դրությամբ կողմերի հռետորաբանությունը էլի շատ տարբեր է եւ հնչեցվող պահանջները շատ հակադիր են։ Իրանական կողմի տեսակետը այսօր կրկին վերահաստատել է Այաթոլլահ Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ Ըստ նրա, եթե շփումների ընթացքում կողմերը փոխըմբռնում ունենան ու բանակցությունների թեման լինի միայն միջուկային հարցը, հնարավոր է Իրանն ու Միացյալ Նահանգները ուղիղ բանակցությունների նստեն։ Գրեթե նույն իրավիճակն էր Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից առաջ, նկատում է իրանագետը։ Նույն իրավիճակը կար 2025 թվականին, հենց պատերազմից առաջ եւ ընդ որում երկու կողմերը բանակցում էին, երբ եղավ պատերազմը, ու եղան Իրանի դեմ գործողությունները, այսինքն անգամ բանակցությունները երաշխիք չեն, որ ոչ մի ռազմական գործողություն չի լինելու։ Գործողություններ, վատ գործողություններ կլինեն, եթե Ստամբուլյան հանդիպումը չգոհացնի ամերիկյան կողմին, կրկին սպառնացել է Թրամփը։ Մենք խոսում ենք Իրանի հետ։ Եվ եթե կարողանանք ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ, դա հրաշալի կլինի։ Իսկ եթե չկարողանանք, հավանաբար վատ բաներ տեղի կունենան։ Թրամփը կրկին հիշեցրել է դեպի Պարսից ծոց շարժվող ամերիկյան նավատորմի մասին, երբ նրան հարցրել են, թե ինչ սպասել Ստամբուլյան բանակցություններից։ Այս պահին, ինչպես գիտեք, այնտեղ ենք ուղարկում հսկայական ուժեր։ Ճիշտ այնպես, ինչպես արեցինք Վենեսուելայի դեպքում։ Նույնիսկ ավելի մեծ, եւ դրանք շուտով այնտեղ կլինեն։ Իր ռազմածովային ուժերի պլանները չի գաղտնազերծել Թրամփը, բայց Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները վտանգաշատ են անվանում վերլուծաբանները։ Բանակցություններից 3 օր առաջ հզոր նավատորմով սպառնալը կարող է զիջումներ կորզելու նպատակ ունենալ։ Ալբերտ Սերոպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։